Ժողջան, բարի լույս, այսօր հոկտեմբերի 6-ն ենք և մի հետաքրքիր փաստ, որ բիտքոյնը գազազած բարձրանում է, որովհետև իզարմանս ինձ, որովհետև ես մտածում էի պետք է որ իջնի նոր բարձրանա, բայց հոկտեմբերի 1-ը բացվելուն պես բիտքոյնը թռել է, հոկտեմբերի 1-ից նաև կառավարության փակումն է տեղի ունեցել Ամերիկայի, ու այդ երկու պատճառները ինչ-որ պատճառով տենց քիմիական ռեակցիա տվել ու բիտքոյնը պարզապես անցյալ շաբաթ այսենց թռել է վերև։ Ու այն կարգի է թռել, որ նախորդ այս պոչերը ինքը նույնպես փակել է, հուշելով ինչ շարունակություն դեպի վերև ու թե միջև ուր կարա հասնի, կարող ենք այսպես դիտարկել ու հասկանանք, թե ի վերջո ուր է տանում։ Նախնական 150,600 զոնան է Fibonacci-ն մեզ հուշում, եթե body of փոքր դիտարկենք, որը որ ավելի տենց հստակ ալնում, 140-150 հազարի սահմաններում բիտքոյնը ուղղություն է բռնել, իմ կարծիքով շարունակելու է գնալ դեպի վերև, ինչի համար, որտեղ ոչ մի փոփոխություն չկա, հոկտեմբեր ամիսն ենք, հոկտեմբեր ամիսն էլ փաստացի պատմականորեն ամենաբարձր ամիսներն է, որ երբևէ արել է, performance-ի տեսանկյունից, հոկտեմբեր-նոյեմբեր, հետևաբար մենք տրամադրված ենք, որ նույնպես բարձրանա վերև։ Հիմա, քանի որ ունենք բիտքոյն այս վիճակով, մենք կարանք անկում ունենանք միգուցե, որովհետև այստեղ ներքևը ինքը սենց որ աճել է, այստեղ ներքևները 115,000-ը, 114,000-ը նորմալ զոնաներ են, որ կարանք դիտարկենք նույնպես correction, այսինքն որ retracement իջնում է ներքև շունչ քաշելու, որպեսզի շարունակի վերև բարձրանալ։ Ի վերջո տեսնում ենք այստեղ, որ ինքը բարձրացել է։ Վատը այն է, որ այստեղ այս ամենապիկը օրականը ոնց մտել է all time high-ը խփել, այտենց իջել է ներքև։ Այսինքն այստեղ էր body-ն պլյուս մինուս այստեղ փակել է։ Հիմա եթե մենք շարունակենք ի վերջո փակված տարածք ունենալ այստեղ, մեր uptrend-ը confirmation-ը կունենանք։ Դա նշանակում է, որ միանգամից բարձրանալով վերև հավանաբար ոչ, բայց դա նշանակում է, որ ի վերջո ինքը այս մի ամսվա ընթացքում, երկու ամսվա ընթացքում բարձրանալու է բավականին վերև։ Այդ ամեն ինչը պետք է դիտարկենք ավելի փոքր time frame-ներով, որպեսզի հասկանանք ինչ կարելի է դիտարկել։ Օրինակ այս պարագայում ես այստեղ տեսնում եմ սենց բարձրացող դրոշակ, թե ինչքանով կաշխատի, չի աշխատի, չեմ կարող ասեմ, բայց անկախ ամեն ինչից ինձ համար այն է, որ բիտքոյնը եթե այս զոնայից ներքև իջավ, ինչի համար, որովհետև եթե մենք market structure-ի տեսանկյունից դիտարկում ենք, լավ, այս higher high, higher low, higher high ունենք, այստեղ էլ break of structure ունենք ժամանոցով, այստեղ ներքևը մեր protected low-ն է, հետևաբար ինքը այս զոնան պետք է պահի, որպեսզի շարունակի բարձրանալ վերև։ Միգուցե եւ չպահի, որը որ օքեյ է, իջնի ավելի ներքև, քանի որ առանձնապես նորություններ չունենք այս շաբաթ սպասվող, հեսա կբացատրեմ ինչու։ Այս զոնան նույնպես բան կարանի, այսինքն կարա գա այս ամբողջական զոնան մաքրի, որտեվ տեսեք այստեղ այս տրենդը որ կա, այս ներքևը նույնպես գոյացած կա լիքը ստոպեր։ Քանի որ ստոպեր կա գոյացած, այս ստոպերը կարա գա մաքրի, սրբի, գա այս զոնան, նոր շարունակի վերև բարձրանալ։ Հետո մի շատ կարևոր եւս բանել եմ ուզում ձեզ ասեմ, քանի որ բիտքոյնը բարձրացել է, այստեղ alt season-ը նույնպես 61%, ինքը արդեն ինդեքսը կա, նույնիսկ մի պահ բարձրացել էր 77%։ Հիմա ինքը իջել է, բայց իջնելու հետ մեկտեղ նաև այստեղ տրենդ է ինչ որ ջարդել, հեսա կնայենք այդ տրենդը։ Ու այստեղից նույնպես իր market cap-ը ինչքան փող որ կա, ինքը նույնպես բարձրանում է, այսինքն ինդեքսը մի փոքր իջել է, բայց 1.5 տրիլիոնից բարձրացել է 1.76 տրիլիոն։ Հետևաբար accumulation-ն է տեղի ունենում, կուտակում է տեղի ունենում։ Դա եթե դիտարկենք total 3-ը, որտեղ որ
մենք բացառում ենք համ Bitcoin, համ Ethereum, համ էլ ընդհանուր USDT-ին, չնայած այս պարագայում մենակ Bitcoin-ն ու Ethereum-ն ենք հանում, USDT-ին թողել ենք։ Կտեսնենք այս պատկերը, որտեղ որ նույնպես ինքը ջարդում է վերև, այսինքն այստեղ բարձրանում է վերև market cap-ը ընդհանուր կրիպտո շուկայի։ Քանի որ ուզում է արդեն այստեղ ջարդի, տեսնում եք, որ իջավ, բարձրացավ եւ այլն, այս շաբաթ ինձ համար all season-ի մեկնարկն է։ Ինչ ենք դրա համար անում։ Եթե ուզում եք նույնպես դուք օգտվեք, եկեք հասկանանք մի բան։ Նայում ենք բոլոր coin-երը, ովքեր որ կանաչ են փակել առնվազն մի քիչ պատվով, հա, օրինակ այս մեկը բարձրացել է, իջել է ի վերջո տենց կիսատ բան, բայց ավեն վատը չի։ Այս մեկը Cardano նույնպես կարելի է դիտարկել վատը չի։ Այս մեկը տեսնում եք նախորդին նույնիսկ փակել է վերևա բարձրանում Aeron, այսինքն այս բոլոր coin-երը, որ մենք դիտարկում ենք, այս Algorand-ը դեռևս մի քիչ ներքև տեղ ունի, բայց միգուցե եւ արդեն շարունակի բարձրանալ վերև մնացածի հետ։ APT-ն, որը որ փաստացի ես իրեն դիտարկում էի մեռած, վերակենդանացել է ու 4.6 զոնան լավ սիրուն դիման զոնա ունի, որը որ կարա ինքը նույնպես շարունակություն ունենա դեպի վերև։ Ու այսենց դուք կարող եք նայել, թե որ coin-ներն են, օրինակ այս Binance-ը вообще պրոստը հելում է։ Եթե ինչ այստեղ $1040 սահմաններում, ինչպես նաև 880 դժվար թե հասնի, բայց այս զոնաներում ալերտներ եմ դրել, որ այն պայն որ իջնի, լավ զոնաներ են ձեռք բերելու այդ coin-ը։ Այս երկարաժամկետ coin-երի մասին է իհարկե խոսքը գնում։ Տեսնում եք cake-ը գիշերվանից արդեն իսկ բավականին բարձրացել է, 10% բարձրացել է cake-ը։ Ու սենց դուք կարող եք նույնպես նայել այս DEX-ն, օրինակ նախորդ շաբաթվա moment կուլ է տվել ու բարձրանալու մեծ պոտենցիալ ունի, այսինքն 11-ը, մինչև 16 ես իմ որտեղ էլ կարող է բարձրանալ, էլի։ Dogecoin-ը նույնպես տեսնում ենք, որ մի փոքր նեղվել էր, բայց ի վերջո հիմա շարունակում է վերև բարձրանալ։ DOT-ը նույնպես, Ethereum-ը շատ լուրջ խոսակցություններ եմ լսում, որ $6,500 կարա հանգիստ հասնի։ Տեսնում եք, օրինակ այս մեկը ֆորմը նախորդ շաբաթ լրիվ սենց մեռած է եղել, հետևաբար իր հետևից գնալը ճիշտ չի իմ կարծիքով։ Գալան լավ չի, ոսկին հələ որ բարձրանալա, որ բարձրանում է, անխնա։ Get chain-ը բանի պետք չի։ ICP-ն պրինցիպի շատ հետաքրքիր մի հատ բան է տեղի ունեցել, որ այս ICP-ն կարանք մենք սենց դիտարկենք, որ այս հատվածում մի հատ մեծ, սենց ասած, ստոպերի քանակ կար, հիմա տեսեք ստոպերը խփելուն պես, անցյալ շաբաթ բարձրացել է ու ICP-ն ինքը ռեալ պոտենցիալ ունի, որ քանի որ արդեն իսկ մաքրել է այս զոնան, այստեղ էլ մեծ դիման զոնայով եթե դիտարկենք, ինքը մտածա, եկել մաքրել է, իր գործողությունը արել է, հիմա 4.5 է, բայց փաստացի միջև 80 քանի $, բարձրացել է։ Արժի առնել, ես ռիսկի կդիմեի համենայն դեպս, երկարաժամկետ, որ կարող է բարձրանա, լավ։ Ու այսպես պետքա մտնեք, ես իհարկե սա խմբիս համար անելու եմ, մտնենք, նայենք, տեսնենք ով ում բարեկամն է, ով ինչա կարողանում տրամադրի մեզ եւ շարունակեն դեպի վերև բարձրանալ։ Օրինակ այս ING-ն նույնպես բավականին մեծ պոտենցիալ ունի, ինչի համար, որտեղ ստեղ դիման զոնա ունենք, strong դիման զոնա ունենք, ովքեր որ կուրսը անցել են կհասկանան, ովքեր որ չէ, դժվար թե պատկերացնեն ինչի մասին եմ խոսում, այստեղ strong զոնա ունենք, այս strong զոնայից էլ այս coin-ը ինքը անընդհատ վերև է բարձրանում, այստեղ ուրեմն ունենք protected high, որը որ դեռևս ինքը չի ջարդել, բայց այն պահին, երբ որ նվաճի այս զոնան, այսինքն սենց ինչ-որ մի հատ մոմ փակի դեպի վերև, ապա այս գինը պարզապես բարձրանալու է բավականին հզոր։
այս իոտան տեսնում եք նախորդ կարմիր մոմից ոնց է ավելի բարձր փակել, այսինքն այս ամենն է, որ պետք է մենք հաշվի նստենք, հաշվի առնենք, որ շուկան բարձրանալու է, որը որ շաբաթականը լավ բարձրացել է, իրանց կարելի է դիտարկել, որ շարունակելու է ի վերջո ավելի վերև բարձրանալ։ Նորությունների հետ կապված ունենք նորություն չորեքշաբթի ամսի 8-ին ժամը 10-ին FOMC մինից, որը որ Ֆեդերալի ռեզերվի դիրեկտորը Մերբիձեն խոսելու է, որից հետո այն մնացած օրերը սա tentative է, տեսնում եք, tentative-ը նշանակում է, որ կարա լինի, կարա չլինի, ինչի համար, որովհետև ի վերջո կառավարություն չկա, ոչ մեկ չի աշխատում, հետևաբար այս նորությունները նույնպես դիտարկելու ենթակա չեն։ Այսքանն էր այսօրվա համար, զուտ ուզում եմ ձեզ հուշել, որ պոտենցիալը շատ մեծ է, որ արդեն սկսել է շուկայի տեղը տեղին բարձրանալու սկիզբ էլի պոտենցիալը։ Պենգուն տեսնում եք, որ մի փոքր նեղված այսքանի ժամանակ է, բայց տրամաբանորեն մենք կարող ենք դիտարկել, որ սա կարա լինի պարզապես մեծ, ուրեմն շաբաթական դրոշակ դեպի վերև, հա, այսինքն այստեղից այսպես շարունակի վերև։ Ու եթե սենց եղավ, ինքը առնվազն կրկնապատկվելու է, այսի միմքոին է, նույնպես կարաք այդ դիտարկեք։ Այսօրվա համար այսքանն էր, հուսով եմ հետաքրքիր, որովհետև իրականում շատ հետաքրքիր շուկա է, շատ հետաքրքիր բաներ է սպասվում մեզ, նենց որ ես այս շաբաթ շատ ուշադիր եմ լինելու, որ հնարավորինս երկարաժամկետ առնեմ, ոչ թե trade անեմ, այլ պահելու համար, որովհետև ամեն ինչ հուշում է, որ բարձրանալու է վերև շուկան։ Ինչպես միշտ, սա ֆինանսական խորհրդատվություն չի, սա զուտ իմ կարծիքն է, նենց որ ես պատասխանատվություն չեմ կրում, ուզում եմ հիշեցնել նաև, որ fake hike-երից հեռու մնացեք, որովհետև fake hike-երը նենց առաջարկներ են անում, որ մարդ ուղղակի սենց հիպնոզացվում է, $200 ներդրում արեք, $3000 մի շաբաթում հետ ստացեք եւ այլն, աբսուրդ։ Հենց որ զգուշ եղեք, զգուշ մնացեք, ձեզ լավ օր եմ մաղթում, կհանդիպենք, հաջողություն։